Բարև ձեզ ժողովուրդ ջան, հայեր ջան։ Հիմա կփորձեմ ներկայացնել ձեզ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայեր ջան, եւ թլպատված Կարակոյունի իրական վիճակի մասին։ Ուրեմն բոլորս տեսնում ենք, որ անցած կիրակի հարձակվեցին Գյումրիում 7 վերք Սուրբ եկեղեցու վրա։ Վախից սկզբից տվեց ԱԱՑ-ի միջոցով կոպիտ ասած կալանքի վերցնել եկեղեցին, դադարեցին, ստուգեցին, պլոմբեցին, առավոտ մի ամբողջ ոստիկանական եւ սիկտանտների զոմբիաժեխի բաննագով եկավ իբր թե պատարակի մասնակցեցին 7 վերքում։ Մեզ ռոլիկներ են ցույց տալիս, ոնց է սյուննատեղած Կարակոյունը, իբր թե ազատ ելնում, քաղաքում, քայլում, շուկա է գնում, չգիտես սուպերմարկետ է մտնում։ Այդ ռոլիկները ժողովուրդ ջան, նկարը հանվում են կամ գիշեր, կամ եթե դրսում, լույսը բացվելուց, իրանց ԱԱՑ-ի աշխատողներ իբր թե քաղաքացի են ման գալիս, այդ ռոլիկները նկարը հանում են։ Նա երբեք ռիսկ չի անի առանց ախրանայի, առանց մի հսկայական բաննագի դուրս գա ժողովրդի մեջ։ Դա ապացույցվեց ժողովուրդ ջան։ Անցած կիրակի 7 վերք եկեղեցի գալուց։ Եթե այդքան իգնավստահեր, թողեր, ժողովուրդը պատարակ անելուց, ինքը գար մտներ ու մասնակցեր պատարակին։ Ոչ, բոլորին, այդտեղ որտեղ ինքը գնում է, նախորոք ժողովուրդ ջան, իմացեք, նախորոք տարածքը ստուգվում է ԱԱՑ-ի միջոցով եւ հսկվում է միջև իրան գալն ու գնալ։ Այդտենց ինք ժողովրդի վարչապետն է։ Ավելի հստակ ասեմ, որ ինքը հայախոս Հայաստանում ցրտված Կարակոյունների ողջարապետն է, ժողովուրդ ջան, իրական իրան ստատուսը դա է։ Ինչ որ վերաբերվում է նրան, որ մամուլի միջոցով փորձում են, ինչպես միշտ ներկայացնել, որ Նիկոլը աջակիցներ ունի, համախոյներ ունի, ծափահարողներ ունի, դուք տեսնում եք, գիշեր ցերեկ նստած եմ, ինֆորմացիան տարածում եմ, որ ոնց որ մի թատրոնի տրուպան, հա, կոմանդա, կոպիտ ասած, այտենց էլ ինք ունի իրան ձևավորված մասովկի տրուպան, լցնում են ավտոբուսները ու այս եկեղեցուց են եկեղեցի տանում բերում են։ Սիմոն տուդա, Սիմոն սյուդա։ Դուք այդքան, որ իրանք հավատացյալ են, այդքան իրանք պատարակների մասնակցող են, որ ամբողջ Հայաստանով մեկ գնում են իրանք պատարակի։ Ու պատահական այդ պատարակների գալիս է Նիկոլ Փաշեն։ Իհարկե հիմար չենք, որ չհասկանանք, այդ գլխականակ հայախոս Կարակոյուններին լցնում են ավտոբուսները, մի փոր հացով, տանում են էսյան, տանում են էնյան։
բոլորս տեսանք ժողովուրդ ջան, որ 7 վերքում գլխավոր դերերում սենց ասեմ այդ մասովկեն կազմակերպողը կյանքի խոսքի ղեկավար Արտուր Սիմոնյանը, սիկտանտը, որը բոլորովին կապ չունի հայ առաքելական եկեղեցու հետ եւ մեր հավատքի հետ, ներկա էր Նիկոլի ճակերտավոր պատարագին։ Ասեմ, որ դուք բոլորս իմանաք ժողովուրդ ջան, շատ-շատերը կարող եք զարմանալ, կյանքի խոսքի սեկտայի ղեկավարը Արտուր Սիմոնյանը հարազատ հորողբերնա Ալեն Սիմոնյանին։ Այն վաղտ ես նկար անել չգիտեի սկրինշոթները, եթե դուք տեսնեիք Ադրբեջանի կյանքի խոսքի ղեկավարի նկարը, մեր հայերն ասում են ոնց որ խնձորը դնես մեջտեղից կիսես, Նիկոլի կլոնը, այնտեղի կյանքի խոսքի ղեկավարն է։ Հիմա ես ձեզ ցույց կտամ նկար, ժողովուրդ ջան։ Դուք տեսաք, ոչ մի եկեղեցում մոմ չի վառվում, որովհետև սիկտանտ են, որովհետև բացարձակ հայության հետ կապ չունեցողներն են, բացարձակ մեր հավատքի ու Քրիստոսի հետ կապ չունեցող կարակոյուններ են։ Դուք տեսել եք պատարագին, որ չնայած իբր թե մեղա են գալիս, իրականությամբ գնում է իրանց նամազնա անում, ժողովուրդ ջան։ Դուք տեսել եք, որ հավատացյալները եկեղեցում մեղայ գալու ժամանակ չչոքեն ու մեղայ չգա։ Բոլորը չոքում են, բոլորը մեղայ են գալիս, ով որ սոված է գալիս եւ կնկված է, ինքը հաղորդում է մոտիկանում վերցնում, իսկ ով որ հաց է կերել կամ կնկված չի, իրանք հաղորդում չեն վերցնում։ Ես ձեզ հիմա նկար ցույց կտամ 7 վերքից։ Նայեք, այս նկարին առաջնագիծն է մենակ, են էլ իբր թե մեղա է գալիս, նայեք, գլուխները սենց կախել են, իբր թե մեղա են գալիս, տեսակ, ահա, թլպատված կարակոյունը, չոկած առաջնագծում, մնացած սիկտանտները կայնած են, Էդևներից էլ երկու երևի չգիտեմ, բաներ կերած, ինչ են ասում, բիոդաբավք կերած, երկու ես, բացարձակ հայի դեմք չունեն, էսա խոշորացնեմ տեսնեք, իրան ախրանանա, լրիվ թուրք, ահա, նայեք, ահա, նայեք, ստեղ հայ գոյություն չունի, մյուսի դեմքն էլ ցույց տա, ահա, այդ այնց պատարակը, ահա, նայեք, բացարձակ հայության հետ կապ չունեցող դեմքեր են։ Յոթ վերքը ժողովուրդ ջան, հայեր ջան, անգամ Ստալինի եկեղեցիների ռեպրեսիաների ժամանակ 7 վերքը ռիսկ չեն արել, փագեն։ Շատ-շատերը չգիտեն 15 թվի 1915 թվի եղեր կատարելուց հետո նամանավանդ երիտասարդները տեղյակ չեն, ինչա տեղի ունեցել։ Տեղի է ունեցել
ջհուդական սովետական միությունը հաստատելը մեր հողերի եւ մեր պապերի առնան վրա եւ ոնց որ հիմա Նիկոլն հարցակվել եկեղեցու ու հոգևորների վրա այտենց էլ ժամանակին հрьяաները հարցակվել են սովետական միության ժամանակ մեր հոգևորների եւ եկեղեցիների վրա ինչիա Ստալին Լենինից հետո նշանակվել Սովետական միության ղեկավար, ասեմ ձեզ իմանաք, ժողովուրդներին խապում են, որ Ստալինը հայ է եղել, Ստալինը եղել է հրյա։ Ջուգաշվիլի։ Ջուգա նշանակում է եվրեյ, շվիլի նշանակում է սին, այսինքն Ստալինի իրական ազգությունը Ջուգաշվիլի նշանակում է սին եվրեյը։ Ստալինին կերպար էին ստեղծել, որ ինքը դուխովնի սեմինարյան ճեմարան ավարտել, որ հետո սարքեն, որ քանի որ ինքը սեմինարյանը ավարտել, դուխովնի սեմինարյանը ավարտել ճեմարան, հա, ինքը իբր թե ավելի լավ գիտի, որ քրիստոնեությունը դա խապեպահությունը իբր թե ու այդ հողի վրա հարցակվել է Ստալինը իբր թե եկեղեցիների եւ քրիստոնյաների վրա, մեր հոգևոր հայրերի վրա։ Ժողովուրդ ջան, անգամ բոճկեկներով մարդու կեղտ են հատուկ հավաքել, հոգևորներին խեղդել են մեջ։ Սրանց ստորության ուղեղի կեղտ լինելու անսահման չափանիշը, որ հատուկ կեղտ են հավաքել բոճկի մեջ, անասունի չէ մարդու, ու խեղդել են կեղտի մեջ հոգևորներին։ Սպանել են, ջարդել են, ընտանիքներով ուղարկել են Սիբիր։ Մարդիկ չգիտեն ինչ է նշանակում Սիբիր էտապ ուղարկել։ Սառնամանիգին 50-60 գրադուսի սոված ծառավ, առանց շատ վաղ քնելու տեղ, ոչիլների մեջ, մարդիկ իրար վրա, որը ասե։ Գրում են Սիբիր, բայց ինչ է դա նշանակում, շատ շատերը չգիտեն։ Մեր հոգևոր հայրերին եւ իրանց ընտանիքներին քոկահան են արել։ Քոկահան անելու համար իրանք 100 տարուց ի վեր առաջ ու դրա մասին գիրք կա գրվել, նորից եմ ասում, Академик исторических наук Վարդգես Միքայելյան եւ մեր հերոս Հացպանյանը պատմում է, ոնց են 100 տարի առաջ հрьяաները ու պարզվեց ոչ թե միայն Հայաստանում, նաեւ բոլոր քրիստոնյա երկրներում են դա արել, ձև են թափել, որ ուզում են հայ լինել, քրիստոնյա լինել, հիմք են ստեղծել, որ մտնեն մեր ազգի մեջ եւ մտնեն եկեղեցի։ Մտել են մեր եկեղեցի ու ներսից մեր հոգևորներին ու մեր եկեղեցին դեմ են տվել։ Նույնը հիմա կատարվում է հիմա։ Հիմա ժողովուրդ ջան, ինչի 7 վերքը չի փակվել ու շատ եկեղեցիները փրկվել են։ Էս կարակոյունը Աստղայինը տարելա, հələ խաբար չի, իրան գլխին ինչերա գալու, ժողովուրդ ջան։ Ինչի է Աստղայինը տարել, այն պարագայում, որ իրան պիտի սատկացնեինք, կաշին վրից քերտեինք, ջհուդները խաղցան, հայ ազգի զայրուտը քիչ-քիչ իջեցրին, խաղեր տալով, իբր թե պայքարա գնում, իրան թվում է, թե 5 արտեն մեզ հաղթելա, ու սանց իրան լավ ազգում, թողեք, թող իրան լավ զգա,
Հիմա այնենց լավ պահա, որ ինք իրան լավ զգալով, էլ չգիտի ինչեր անի, դուք չեք պատկերացնում ինչքան ինք սխալ բաներ է անում, հենց հիմա, կսկծու, չգիտի ինչ անի, ոնց անի, հիմա սաղ կբացատրեմ։ Եկավ ժամանակ, երբ որ Ստալինի հրահանգով ֆիզիկապես ոչնչացնում են եկեղեցիները, եկավ վախի պահ, իրանք վախեցան եկեղեցիները քանդելուց, հրահանգ տրվեց եկեղեցիները վերացնեն Զագոզերնոյի պահեստների, ցորենների պահեստների, վախեցան քանդել։ Էջմիածին, որ մտնում եք, ժողովուրդ ջան, Ռիփսիմեից հետո, երբ որ պիտի թեքվեք աջ թևի վրա շողակատ, դեպի շողակատ եկեղեցի, այդ խաչմերուկի վրա կա քանդած հիմք, խորանով, իսկական շողակատ եկեղեցու հիմքն է։ Ուրեմն, երբ որ տեխնիկայով քանդում են այդ եկեղեցին, այդ գիշերը, ով որ շատ ջանքեր է գործադրել եկեղեցին քանդելու, Նիկոլի նման, ամբողջ ընտանիքը անհայտ պատճառով ոչ մի բժշկություն չեն կարողացել պատճառը գտնեն, ամբողջ ընտանիքը մահացել է գիշերվա մեջ, ոչ գազից են խեղդվել, ոչ հիվանդություն ա եղել, ուղղակի պարզապես առավոտ չեն զարթնել։ Շատ ջիգարով էր սպանում եկեղեցին, շատ արագ սպանվեց իրան տուն ու տեղը քանդվեց, ժողովուրդ ջան, սպանվեց իրան ամբողջ ընտանիքը։ Սրանք հələ տակ են, չգիտեն, ում հետ գործ ունեն, ում Աստծու դեմն են ելել։ Ու ուղղակի հիմա շատ այդ թեմայով չխոսամ, շատ եկեղեցիների հետ կապված, ով որ քանդել է, սատկել են, դրա համար վախը ընկել է իրանց ջանին, ու Ստալինը հրահանգ է տալիս, որ եկեղեցիները չքանդեն, այլ եկեղեցիներից սարքեն ցորենների պահեստ։ Էտենց Աստվածը պահեց մեր եկեղեցիները։ Ալեն Սիմոնյանը մենց բրտեց, որ 7 վերկից հետո արդեն հարձակվելու են Սուրբ Էջմիածնի վրա, ժողովուրդ։ Բայց ռիսկ չարի։ Թլպատված կարակոյունը հայտարարեց այսօր, որ գնում են Մեծամորի գյուղերից մեկը Այգեշատ, այնտեղը իրան պատարակի ժամանցը անցկացնելու, բեմադրություն ստեղծի, իբր թե ամբողջ հայ ազգը իրան կողմից է, որտեղ որ ինքը գնում է, իբր թե դռները բաց են։ Երբ որ խոսացի նրա մասին, որ ինք հիմա лакмусовая бумага по выявлению обрезанных каракоюнов, которые сидят под рясой армянского духовного лица, որ հենց ինքն է այն դերում, որ ինչքան թլպատված կարակոյունները կան հայ հոգևորի հագուստի տակ, ինքը անգամ չի հասկանում, որ հանում է իրանց ջրի երես։ Այո, Գյումրվա 7 վերկի մի հոգևորը, որ համաձայնվել էր, որ պետքա Նիկոլի համար պատարակ անցկացնի, ըստ երևույթի լսելով, որ ինքը բացահայտվում է, հրաժարվել էր ու Աստվածը խոստրել էր, ասել էր, որ ԱԱԾ-ից հրահանգ ա եկել, դիմել են ինձ,
որ ես պատարակը անցկացնեմ, բայց ես մերժել եմ։ Առավոտ լրատվությունը վազեցին Նիկոլի մոտ, որ Նիկոլը ասի, որ ահացեն կապ չունի, որ ինքը դա անում է ծանոթ շրջապատ հարազատ բարեկամների միջոցով, հետաքրքրվում է, որ եկեղեցում կոպիտ ասած Քրիստոսին գդավաճանեն, բեմադրություն կկատարեն, ինքը վերցնում է իրան տերդերին ու վազում է այդտեղ թատրոն խաղալու։ Բերանով ապացույցեց, որ ինքը չի կարա յուրաքանչյուր եկեղեցին մտնի։ Այդ բեմադրությունը չի կարա խաղա։ Էջմիածին ռիսկ չարեցին գնալ, գնում են այգեշատ։ Ինչ են գնում այգեշատ, ահա։ Այգեշատում ապրում են Վարդենիսի բնակչության, սենց ասեմ, այգեշատում ապրում են Վարդենիսից եկած Բասարգեչար գյուղից շատ պսևդո հայերը։ Դրան ժամանակին այդ թուրքերին Բասարգեչարին անվանել են կարապապախներ, սև պապախներ, կարապապախի։ Սովետի ժամանակ սովորան հայերեն, հիմա իրանց ներկայացնում են որպես հայ։ Ինչ կանալ կաշ դուրս ընկած հայերին մեջքից խփող Արցախում կան, այ դրանք կարապապախներն են, որ հայերեն խոսում են, յան ազգանունը խփել են իրանց հետևներին ու ներկայացնում են իրանց հայ։ Դրա համար ինքը գնում է այգեշատ գյուղ, այնտեղ կարապապախներ կան հայախոս։ Բասարգեչարից եկած։ Ուրեմն ժողովուրդ ջան, որ խոսացել եմ եկեղեցին պետական բյուջետի վրա չի, ԱԱՑ-ն իրավունք չունի բացարձակ մոդի գալ հայ առաքելական եկեղեցու թեկուզ շենքին, թեկուզ խառնվի ներսի գործերին։ Հիմա իրան կաշվից դուրս է ելնում, ուզում է պետականացնի հայ առաքելական եկեղեցին, որ հիմք ստեղծի, որ լծակներ ունենա, եկեղեցին վերցնի իրան ձեռի տակ։ Այո, հայ առաքելական եկեղեցին համայն հայության եկեղեցին է։ Ոչ պետական բյուջետով է ֆինանսավորվում, այլ ֆինանսավորվում է հայ բարերարների կողմից։ Եվ մանր մունր կենցաղային հարցերը հայ առաքելական եկեղեցին լուծում է մեր մոմերի վաճառքով։ Թուրք թլպատվածը, որ հայ հոգևորականի հագուստի տակ է, փորձեց ներկայացնել, որ մենք իբր թե հայերս մոմ վառում ենք, դա սովորություն է, միջև հոսանք լինելը մոմ են վառել եկեղեցում, դա դարձել է սովորություն, հիմա այս լի ու բոլ աշխարհում մենք դեռ մոմը դրա համար ենք վառում։ Հայվաններն էլ չգիտեն ոնց պայքարեն մեր եկեղեցու ու մեր մոմ վառելու դեմ։ Մոմ վառելը ժողովուրդ ջան, դա մի գեղեցիկ խորհուրդ է։ Աղոթքի հետ լույս ենք վառում, լույս, մեր լույսի դեմն է կռիվ։ Այդ փողերով մանր մունր կենցաղային հարցերն է եկեղեցին լուծում։ 2 տարի առաջ
մեր եկեղեցին, որ երբեք հարգված չի եղել, քանի որ պետական բյուջետով չի սնվում, մոմի հումկը պարաֆինը, քանի ամիս պահել էր տամոժնյայում, ստիպեց, որ հայ առաքելական եկեղեցին տամոժնի պոշլինա վճարի պարաֆինի համար, որ ներկրում են Հայաստան, որ մոմեր սարքեն։ Ժողովուրդ ջան, հասել ենք նրան, որ մեր եկեղեցի բակի միջի պուլպուլակներն էլ հարգվում են արդեն։ Մեր պուլպուլակները, որ դրսում կան, մեր զոյվածների հիշադակին, ընդհանրապես մեր հայ ազգի սովորությունը, որ ջուրը պիտի հոսադա կյանքի սիմվոլնա, դրսում ռիսկ չի անում հարգի այդ պուլպուլակների ջուրը, բայց նագլության աստիճանը այնքան շատ է, որ եկեղեցու բակի պուլպուլակների ջուրը արդեն դրելա հաշվարկի տակ փող է վերցնում։ Խմողները ով են? Հայ ժողովուրդ, քրիստոնյաները, իբր թե որոնց համար ինքը աշխատում է գիշեր ցերեկ։ Ուրեմն Էջմիածինի վրա ռիսկ չարեցին հարձակվել, դա արդեն չափանիշ է, ժողովուրդ ջան։ Что-то у них не идет так, как им хотелось бы. Փորձում է ներկայացնել, որ մենք առավոտ զարթնանք, տրտատը փաստաթուղթ ստորագրեց, մեր եկեղեցին դարձավ պետական կրոն, այսինքն դրանով ուզում է ասել, որ եկեղեցին պետական կառույց է, իրանց չարությունը եկել է իրանց դեմ։ 1995 թվին, երբ որ հռչակեցին Հայաստանը անկախ պետություն, մեր ազգը գցեցին մեղքի տակ, եկեղեցին սարքեցին ապալիցիչնի, պետականությունից դուրս հանին, մեղքի տակ գցին, որ պատտեքստը հայ ազգը հրաժարվել է հավատքից։ Հիմա ստացվեց, որ իրանց ստորությունը եկավ իրանց դեմ, լծակ չունեն հիմա ճնշելու մեր եկեղեցին։ Փոսփորողը ինքն անգնում փոս, ժողովուրդ ջան։ Տարբեր պատճառներ հորինելով, ընկելա էսյան, ընկելա էնյան, սահմանադրություն է ինչ-որ փորձում, ապացույցել, որ հայ առաքելական եկեղեցին իբր թե օդի մեջ է աշխատում, կանոնադրություն չունի, էս չունի, են չունի, ամեն ինչ էլ ունի, ժողովուրդ ջան։ Ստերը տարածելով սովորելա ստերը տարածելով իրան հարցերը լուծի։ Բախվել է նրա հետ, որ արդեն ժողովուրդը քաչ տեղյակ է, ինչ է իրականությամբ կատարվում, ամբողջ հայ ազգը դարձել է համայն հայության ԱԱԾ։ Ժողովուրդն է արդեն ինֆորմացիան բռնացնում, դնում ու տարածում։ Չի ստացվում էլ հայ առաքելական եկեղեցու դեմ իրանց պատերազմը, չի կարողանում բրդի առաջ, բայց ինչ եղավ։ Եղավ են, որ իրանք իրանց ձեռով իրանց բացահայտեցին։ Մի քիչ էլ համբերեք, ժողովուրդ ջան, թողեք։ Իրանք եկան, սկսեցին վարի տալ, ինչ ասեցին, թողեք, թող սովորեն, մեր առնան վրա սովորում էին մեզ սպանել, մեր եղածի վրա
սովորում են թալանել, մարդկանց հիմարի տեղ դնել, եկավ ասեց գալիս եմ հայազգի համար, հետո ելավ ասեց, որ ձեր քյասիբությունը ձեր գլխների մեջն է։ Հիմա են բոզերի նման, ուր նստում ելնում ասմա հայ ազգին տրված է բոլոր հնարավորություններ արդեն փող աշխատելու, մենք աշխատել չենք սիրում։ Թողեք, թող բացահայտվեն, մի նեղվեք հայեր ջան, ես չեմ ասում անտարբեր եղեք, ոչ, ինչքան կարաք ճշմարտությունը իմացեք, տարածեք, որ օրերից մի օր, գկա մի օր ու գդառնա իրանց վերջի օր։ Հիմա ուզում է եկեղեցին իբր թե ինք ենենց հայրեն ասեր, հայա պետականացնելու համար, ժողովրդի աչքը մտնելու համար երկու ոտով, ուզում է հայտարարի, որ պատարակից առաջ 5 րոպե առաջ հայոց երկրի գիմնը պիտի հնչի, դրոշակ պիտի դրվի, այ համբալ կարակոյու, քեզ թվում է, թե մենք ձեր քոչվորի նման, ուր մարդ մահացավ թաղեցիք ու արագ ձեր սուրումը դալշը գնացիք, այդ կյանքով ենք ապրում, հայվանի մեկ հայվան, հայազգը չի մոռացել, որ նասկի տեսքով հայոց դրոշակը քծիր քո ու Տրուդոյի ոտերի տակ, ու երբ որ Մագդան խոսած նրա մասին, որ ինչքան ասեմ, որ սա եկել է Հայաստանը ոչնչացնելու եւ հայազգը ոչնչացնելու, բերանով ասեց, որ անկամ կյանքիս գնով ես իմ միսիան պետքա կատարեմ, սա է իրան միսիան, նասկիների տեսքով հայոց դրոշակը քծեց ոտի տակ, սա է իրանց միսիան, էլան մյուս օրը, բոլորից գհիշեք, բեմադրություն, որ գնում է տամոժնյան, տամոժնյայի աշխատողը պաչիմուտը դրոշակը շենքի գլխից բերել էր, դրել էր իրան կողքը պոլի վրա, բա այդ հարցակվեց, հանեց գործից, իմիջներ իրան վերակայնացնում ժողովուրդ ջան, հիմա գիտի, թե մենք այս ամեն ինչը մոռացել ենք, հիմա գիտի, թե մենք արդեն իրոք մտածում ենք ինքը մեր փրկիչն է, Արցախը հայաթափանելը հայ ազգի համար փրկություն է դա, հայերին սպանել հայի փրկություն է դա, սպանել Զադիգի օրը ասել, որ կարայ նույն ռեզուլտատը ունենայ զոյ չտալ, բայց տվել է, սիրդը հայը արուն էր ուզում, ինքը հայվանը գիտի, թե մենք էսի մոռացել ենք ու իրան զիջել ենք, բեմադրություն է խաղում, գրում են, սրան է ուզում բերի կատողիկոս, նրան է ուզում բերի կատողիկոս, ոչ ժողովուրդ ջան, պոստը գրել էր 2-3 ամիս առաջ, երբ որ նորը սկսեց արշավը եկեղեցու դեմ, եկեղեցին կոչվում է մայր ատոր, ուրեմն պետքա ոչ թե հայրապետ նստի, այլ մայրապետ նստի, բոզն էլելա բոզության դեմ կռիվա տալիս, այդ բոզերը սաղ, իրանց թլպատված բոզերն են, որ ներդրվել են մեր եկեղեցին, որ իրանց լկտիությունները անեն, վանեն հայ ազգը մեր իսկական հավատքից, որ իրանք միուս դռները սեկտաներին բացեն, ժողովրդին քաշեն, ասեն նայեք ձեր հոգևորները ինչ են անում, դուք պետքա պրամոյ կապ ունենաք Աստծու հետ, արեք մեր մոտ,
Սեկտաները աճեցրեցին, հանեցին 18 թվին, հայ ժողովուրդն ասայի փրտե, հրյաները մի քանի տոկոս էլ խապված հայերը։ Հիմա փորձում է իրանց լկտիներով ասել, որ ցույց տալով իրանց բոս թլպատված թուրքերին, որ մտածեն հայ առաքելական եկեղեցի, ցույց տալ ներկայացնել, որ ոչ թե Վատիկանն է պիդաֆիլ ու այլասերված մարտակեր երեխու արուն խմող եկեղեցին, այլ հայ առաքելական եկեղեցին է պղծված։ Տեղերով են ուզում սատանիստները մեզ փոխել, ժողովուրդ ջան։ Խոսքը սովորական քրիստոնյաների չի, որոնց մտցրել են կաթոլիկ եկեղեցի, ժողովուրդ ջան, որ խոսում եմ Վատիկանի մասին, խոսում եմ իրանց տերտերների մասին։ Հիմա այս խաղը խաղալով Իրան բոսկնգան ուղարկել է Չինաստան, որ սովորի ոչ թե անգլերեն լեզու, ինչի Հայաստանում անգլերեն մասնագետ չկար, ուղարկել են սովորեն ցիֆրովիզացիա անելը և կառավարել ցիֆրովիզացիայի ժամանակ, կոնցլագեր։ Ժողովուրդ ջան, տարածում եմ 2015 թվին ռոլիկ բաց թողեցին Կապիո լնգինա, Կապիո սուջբի, աշխարհում կա 3 գեղարդ, 3 կապիո, երկուսի համար կռիվներ ա եղել, պարզվել ա, որ պատձելկա է։ Վիդեոյի մեջ խոսվում է, որ եթե Տուրինսկի պլաշինիցայով կամպյուտերով հաշվարկված այդ կտրվածքը բանը, եթե համապատասխանի Սուրբ Էջմիածինի գեղարդին, ուրեմն հայ առաքելական եկեղեցու վրա պատերազմ է հայտարարվելու։ Այո, գեղարդ եկեղեցին, որ ունենք, սարի միջից փորված է։ 50 տարի հայը ներսից փորել է սարի մեջ, որ գեղարդն այդտեղ է, դրա համար եկեղեցու անունը գեղարդ է։ Գեղարդն այդտեղ է դարերով թաքնված եղել, որի վրա Քրիստոսի արյունն է, ժողովուրդ ջան։ Քրիստոսի արյունով այդ գեղարդը 70 տարի անց, որ հրյաներին տրված է եղել Աստծու կողմից ժամանակ մեղայկալ Քրիստոսին խաչելու համար, իրանք մեղայ չեն եկել, այդ պատերազմում, այդ գեղարդով պատերազմում իրանք պարդվել են ու Աստծու անեծքը տեղի է ունեցել, իրանք դարձել են իսգոյ թափառականներ։ Հիմա ասվում է, որ երկրում կլինի այդ գեղարդը, այդ երկիրը կկառավարի աշխարհը։ Վազգեն վեհապարի օրով կային ակադեմիկի ատեցիսին կապիցի, եվրեյներ, իրանք էլ Ռիմսկի կլուբի մասոնների անդամներ են։ Գալիս է կապիցան Վազգեն վեհապարի մոտ, ասում է, որ լազերային սարք ենք ստեղծել, տվեք ձեր գեղարդը, տանենք ստուգենք, իրոք կա զորություն իրան վրա։ Վազգեն վեհապարն ասում է, բերեք ձեր սարկը, գեղարդով ստուգենք ձեր սարկը, իրոք բանի պիդու բանա, թե ոչ։ Չի անցնում այդ խաբեբայությունը։ Գարեգին երկրորդի օրով առաջի անգամն է, որ գեղարդը հանվում է տարին մի անգամ, մոտ 15 տարի է, պատարակ է տեղի ունենում։ Ուրեմն գեղարդի դուպլիկատը դրված է օծված թանգարանում,
իսկականը տայնիկու ներկևնը ժողովուրդ ջան։ Այդ վիդեոյի մեջ ասվում է, որ չնայած ամենահին եկեղեցին աշխարհում, ինչքան էլ փորձ է արվել գողանալ Գեղարդը, ոչ մեկը չի կարողացել Գեղարդը գողանալ։ Հիշում եք, նոր Հայաստան, նոր հայրապետ կաբիգությունը, որը սկսվավ, Թլոշ Վանեցյանը հիշում եք, ինչ է լավ հայտարարեց, որ Գարիգին երկրորդը Գեղարդը փոխել է։ Տվեք, տանենք ստուգենք, Գեղարդը իսկականն է, թե փոխածա դուպլիկատնա։ Ննկապիցայի եվրейский трюк։ Իհարկե, գրեցի, որ Գեղարդն ուզում են տանել, իսկականը դուպլիկատը բերեն տնեն, քծեն վեհապարի վրա ըստ խուցպայի քաղաքանություն, քծեն, որ Գեղարդը փոխված է ու փոխել է Գարիգին երկրորդը։ Չանցավ այդ խաղը, ժողովուրդ ջան։ Հիմա գաղտնիքն ինչումն է։ Դուք գիտեք, որ Պարիս Հերունին հանճարեղ անտենայ է ստեղծել Արագածի Սարի գլխինը։ Դուք հիշում եք երկու տարի առաջ, հոկտեմբերի, եթե չեմ սխալվում, 10-ին, հարձակվեցին այդ ռիտուալ արեցին ռոք երաժշտությունով Արագածի Սարին հենց այդ անտենայի տարածքում, բացումն արեցին։ Այդ անտենան են զորություն ունի, որ որտեղ որ ինչ շարժվում է, մի հատ տերև շարժվի, մի հատ մոմ վառվի, այդ անտենան ամեն ինչ հսկում է։ Ձեր կարծիքով նման անտենա ունենալով մեզ կարային բայրակտարները խփեին, ժողովուրդ ջան։ Անտենան զամարոզից են արել Սերժի Քոչարյանի օրով, մի հատ էլ դրել են պատմամշակույթային իբր թե որպես օբյեկտ, ոչ թե стратегического назначения объект, այլ պատմամշակույթային օբյեկտ։ Հիմա անտենան արդեն իրանք շահագործման են գցել։ Այսինքն տեսան Գեղարդը տանել չեն կարող, անտենան Արագածի Սարին է, Էռատոյա ուղարկվե Չինաստան, հիմա ատամներով ուզում է եկեղեցին վերցնի իրան ձեռը, որ ամբողջ հայոց փողերը վերցնի գա իրան բյուջետը մանիպուլյացիանի, մեկնումեկը չկա այդ հայվանին ասի, Հայաստան հիմնադրամով ստեղծված, բարելավված Արցախը, մեր եկեղեցիներով, որ համայն հայությունն է փոխհավաքել, հանցնիր ջվուտ թուրքին, կատողիկոս ես մեղադրում, որ փողերա գողանում, ժողովուրդ ցուցակը դրել եմ, նայեք քանի 100 եկեղեցի է վերակայնվել ու կառուցվել։ Պատերազմի ժամանակ 200 միլիոն հլը բերանով են ասել։ Իրականությամբ քանի 100 միլիոնա մեկ Աստվածը գիտի։ Հայությունը 44 օրվա մեջ փող դրեց հաղթելու համար, դրիք հայերին կոտորելու համար ձեզ պրեմիա բաշխեցիք, դուք գիտեք, պիտի ուտեք, էտի ու մարսեք, կատողիկոս ու եկեղեցի ես մեղադրում, որ փող են կերել, պետական պարկը 4 միլիարդից հանել ես 13 միլիարդ, զենքերը թողեցիք թուրքերին, զատո իրանց
հանքի էքսկավատոր ու տրակտորները մեր 15 տղու գլուխ կերան, որ հայազգը չնկատի հանքերից ոնց են իրանց տեխնիկան հանում։ Բա, ժողովուրդ ջան, իրանց տեխնիկան հանում են պիրիգոն են անում, զատո սաղ զենքերը թողեց թուրքերին։ Ով ա տեսե նահանջել, եղածը թողես, որ թուրքը վերցնի քեզ սպանի, յուրաքանչյուր նահանջողը վառում ա եղած չեղածը, որ թշնամու ձեռը չընկնի։ Այս ամեն ինչը արվում ա, ժողովուրդ ջան։ Պարիս հերունի անտենան ստեղա, Էջմիածինում մայրապետ պետք ա նստի, բա матрիարխատի կռիվնա ջվուդագան, հայ պատրիարխատի դեմ, մեր պապենական օրենքների դեմ, որ Աստվածը սկզբից տղամարդուն ա ստեղծել նոր կնոջը։ Բա մենք ինչի ենք պատարակին սկզբից տղամարդն ա մոդիկանում, հաղորդում վերցնում նոր կանայք, ժողովուրդ ջան, կարգ գոյություն ունի, իերարխիա գոյություն ունի, բա ասուց առաջ ընկնելն ինչն ա, սատանեն ա ասուց առաջ ընկնում, բա տղամարդուց առաջ ընկնողը ով ա, ջվուդ կինն ա, բոս էրատոին ա ուզում բերի նստցնի մայրատորի գահին, սարքի պետական կառույց, անտենան, ցիֆրովիզացիան, աշխարհը կոնցլագերի մեջ մտցնեն ու հրյաներով սկսեն ստեղից կառավարել աշխարհը։ Հասկացաք ինչի ա ուզում պետականացնի, ինչի ա գրել, որ մայրապետ պիտի կառավարի, ջվուդների բոզերի հաղթանակն ա ուզում հաստատի պիդաֆիլ Աբշերոնսկի պիտուխը, որ չի ստացվում իրան մոտ, ժողովուրդ ջան, ձեզ ձիգ պայեք, մի խառնվեք, ես չեմ ասում անտարբեր մնացեք, հագարակ, տեսնում եք, որ տարբեր երկրների ինֆորմացիան դնում եմ, տարածում եմ, միացնում եմ տարբեր ազգերին իրար, որ բոլորս տեսնենք, ունենք նույն խնդիրը, նույն թշնամին, աշխատում են նույն մեթոդներով, Այնտեղ մի հատ հրյա Էդուարդ Սամիկար անցած տարի հետևներ ճղում, Իրան ինչ գործն ա մտել ա ուկրաինցիների հետ, միություն ա ստեղծում, Իրան ինչ գործն ա երեխեք են ուտում, մենք պայմանավորվել ենք չխոսանք դրա մասին, Էդուարդ Սամի, էդ ում հետն ես պայմանավորվել, որ մարդկությանը տեղյակ բիտ չպահեք, որ հրյաները երեխեք են ուտում։ Էդ ինչի եք մռմռում, որ կեղդերը ցանում ենք ջրերես, աշխարհն իմանա, որ մարտակեր հրյաներն են կռվում մեր դեմ, մեր Քրիստոսի դեմ։ Բա ուզում են միացնեն հրյաների եկեղեցին հայարակելական եկեղեցու հետ, այսինքն Իուդային բերեն Քրիստոսի եկեղեցին, այսինքն նույնը անում են իրանք, թուրքերին, ազերներին բերում ա հայերի հետ հավասարցնում ա, լուրջ, Ցույց եմ տալի ժողովուրդ ջան, առաջ ժողովուրդ շիվարին, տեցեկան հարցակվում են ըստ իրանց գաղափարախոսության ու շակալության, շակալի ողմակով հարցակվում են մի քանի հոգով մի հոգու վրա, բռնում, ծեծում, ջարդում, կոխում են ավտո, տանում են նա օրգանի։ Մարդիկ խելքով ծան, հասկացան, անօրինականությունը իրան ժողովուրդին գողանում են, տանում են, մորտում են օրգանները 3 միլիոն դոլարա մի կոմպլեկտը։
Մարդիկը սկսել են փողոցում տուտժի միանալ, ծեծել, ջարդել, իրան ժողովրդին ձեռներից պրծցնել։ Գալույա ժամանակ, շատ շուտ, ժողովուրդը հասկանալու է, որ самый лучший метод обороны это нападение։ Իրանք են միանալու ու այդ շակալի ողմագը ջարդելու, տեսնում եք, կանայք ու ծերերը հարծակվում են բուղեկների վրա, ոնց են փախնում։ Ցույց եմ տալիս, ժողովուրդ ջան, մի նեղվեք։ Նույնը կատարվելու է մեր մոտ, նույնը լինելու է նայո նպատակ եմ դրել, աշխարհում պիտի հրյա չմնա, ուզում է թուրք անվանվի, ուզում է ազեր, ուզում է քուրդ, որ ազգի տակ ուզում է մտած լինի աշխարհում, հրյա պիտի չլինի, մեր անչը պիտի մնա իրանցից։ Տրակվում են, իրանցից պիտի հարցնեմ ես ինչ անեմ, ինչ անեմ, մռմռում են, բա հենց դրա համար եմ գործում, մռմռցնելու համար։ Մռմռցնելու եմ այնց որ անգամ պիշկոն պաստայած չկարողանան։ Ժողովուրդ, մենք հաղթելու ենք, ոչ մեկը չկասկածեք, ոչ մեկը չնեղվեք, չհուսաթափվեք, սա իրանց պետք է, իրանք հատուկ են տարածում ռոլիկները, հատուկ են գրում, որ հարցերն արդեն լուծված է, իրանք հաղթել են, սա տեխնոլոգիա է, որ ճնշեն ձեր գիտակցության վրա, որ դուք մտածեք, որ մենք արդեն պարտվել ենք, էլ ճար չկա, հարմարվենք դանդաղ սպանվելու, հասկացաք ժողովուրդ ջան, վստահ եղեք, որ մենք կհաղթենք, դուք որ խորը նայեք իրանց հետ ինչ է կատարվում, դուք իրանց շամվախը կտեսնեք, իրանք կսկծու են իրանց պահում իգնավստահ, իրանք գիտեն իրանց ինչ է սպասում, շատ լավ գիտեն, որ աստծու կրակը թափվելու է իրանց վրա, ձիգ մնացեք ժողովուրդ ջան, տարածեք բոլոր ինֆորմացիան, ինչ որ իմանում եք, տարածեք աշխարհով մեկ, այս անգամ աշխարհը պիտի իրանց ջարդի, տեղ պիտի աշխարհում միթից տեղ պիտի չլինի, որ ինքը իմանա հրյան, որ կարա այդտեղ փախնի, աշխարհով մեկ պիտի իրանց ջարդվի, իրանցից մերան չմնա, չկասկածեք, որ մենք հաղթելու ենք, Արարատը մերն է, մեր պապերի քոչարին, մենք Արարատի լանջերին ազգովի պարելու ենք։ Եղավ ժողովուրդ ջան, թող աստղայինով իրան տարապի ու ինչքան թլպատված կա, թող բացահայտի։ Թող մի քանի եկեղեցի էլ ֆրա, տեսնենք ովքեր են, ինչ են նստած։ Եթե ուզում եք իմանալ, բացատրեմ, ինչքան անդուր, տահաճ ձենով, էշեշ խոսածող հայ հոգևորը ահա որ տարբերվում է։ Հայ ընդհանրապես իրան գեղեցկությունով, աչքերի հայացքով, խոսալու ձևով տարբերվում է ժողովուրդ ջան։ Դուք այս դեգեներատներին միանգամից կհասկանաք ով կա, ով գրում են можете доказать, այո можем։ Можем. Кто сомневается, пусть пустит штаны. Спустит штаны и увидит настоящий паспорт. Обрезанный полуфабрикат, который мы вскоре на корню обрежем. Կրդելու ենք, միջև վերջ։ Ու այդ օրը բարին գկա, ժողովուրդ ջան, ձիգ մնացեք, հայոց եկեղեցին և հայ հավատքը և Քրիստոսը և Աստվածը անպարտելի են։ Մենք կհաղթենք, ժողովուրդ ջան, մենք կվերադառնանք ամեն միթից մեր պապենական հողերի վրա, մենք տերն ենք մեր բնական ռեսուրսներին։ Հայ ազգը պիտի ապրի ու ամբողջ աշխարհի ժողովուրդները պիտի ապրեն
երջանիկ խաղաղ ու լիության մեջ։ Հենց որ բարին ասուց հաղթանակը մերնա լինելու առանց կասկածի հայեր ջան։ Թողեք մի քիչ էլ բացահայտվեն։ Գիշեր բարի, շնորհակալություն ձեզ։